Nike-ը պարզապես սպորտային հագուստի բրենդ չէ, այն հաղթելու գաղափարի սիմվոլն է։ Այսօր միլիոնավոր մարդիկ կրում են Nike ոչ միայն որովհետև դա գեղեցիկ կամ որակյալ է, այլ որովհետև այն խորհրդանշում է առաջ շարժվելը, պայքարելը, չհանձնվելը։ Բայց ինչպես Nike-ը դարձավ այն, ինչ այսօր է։ Առաջին հերթին նա դարձավ մշակույթի մի մաս։ Երբ 1984 թվականին Nike-ը համագործակցեց Michael Jordan-ի հետ ու ստեղծեց Air Jordan-ները, նրանք փոխեցին խաղի կանոնները։ Այժմ մարդիկ չէին գնում պարզապես կոշիկ, այլ միանում էին նոր շարժման, նոր մտածելակերպի։ Երկրորդը Just Do It կարգախոսն էր։ Միայն 3 բառ, բայց այնքան հզոր, որ այն դարձավ հաղթանակի ու ինքնահաղթարման սիմվոլը։ Այս արտահայտությունը Nike-ի ամբողջ փիլիսոփայությունն է։ Անկախ նրանից դու մարզիկ ես, թե ոչ, եթե դու պայքարում ես քո նպատակների համար, ապա դու Nike-ի գաղափարների կրողն ես։ Եվ երրորդը սահմաններ չճանաչող մարքեթինգն է։ Nike-ի արշավները միշտ գերազանցում են սովորական գովազդները։ Նրանք պատմում են իրական մարդկանց պատմություններ, ցույց են տալիս հաղթանակի ուղին։ Երբ Սերենա Վիլյամսը, Քրիստիանո Ռոնալդուն կամ Քոլին Կապերնիկը դառնում են Nike-ի դեմքերը, դա ավելին է, քան պարզապես գովազդ։ Դա փոփոխությունների կոչ է։ Արդյունքում Nike-ը վաճառում է ոչ թե հագուստ, այլ ապրելակերպ։ Եթե ուզում ես հաղթել, just do it։